Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է հայկական խորհուրդ հասարակական կազմակերպության փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, վերջին շրջանում, այսպես բնականաբար ընտրություններից հետո ակտիվացան Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի, այսպես վերջնականացման ասեմ, մասին խոսակցությունները, բայց այստեղ մի շատ էլի հետաքրքիր ու տարօրինակ իրավիճակի ենք հանդիպում, երբ Ադրբեջանը էլի սկսում է նախապայմաններով խոսել, չէ, նոր սահմանադրությունը կընդունվի, այն ժամանակ մենք կստորագրենք, ընդ որում ես իհարկե չեմ սիրում նման զուգահեռներ անցկացնել, որովհետև դրա համար ինձ երբեմն քաղաքականացնելու համար են, այսինքն իմ գործը քաղաքականացնելու համար են մեղադրում, բայց ստացվում է այնպես, որ ասենք Հիկմետ Հաջիևը կամ Բայրամովը ինչ-որ մեկին, ինչ-որ տեղ հարցազրույց տալիս կամ հայտարարություն անելը զուգադիպում է նրա հետ, որ մեր ընդդիմությունը բառացիորեն նույն բաները կրկնում է, այսինքն մենք եկել ենք նոր սահմանադրության ընդունումը կանխելու, այնտեղ ասում է դե արդեն process-ը սկսվել, նախ ինչ process-ի մասն է խոսքը, եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնությունն այդպես էլ չստացավ։ Հիմա ինչ վիճակ է ձեր որպես փորձագետի հարցը։ Տեսեք, սահմանադրությունը փոխել քաղաքացիական պայմանագիրը չի կարող։ Դա շատ լավ գիտեն Բաքվում, դա շատ լավ գիտեն նաև այլ մայրաքաղաքներում։ Չի կարող, որովհետև ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չունենալն է խնդիրը, այլ խնդիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր տեսականորեն կարող են սահմանադրական մեծամասնություն ապահովել, այդ մարդիկ կատարում են այլ երկրի մայրաքաղաքի կամքը։ Այսինքն, եթե Մոսկվայից ասեն դեմ քվեարկեք, դեմ են քվեարկելու։ Գործում դա որևէ մեկի համար գաղտնիք չի։ Իսկ Մոսկվայից երբ կասեն դեմ մի քվեարկեք, բնական է այն դեպքում, երբ նոր սահմանադրության տեքստում կլինեն կետեր, որոնք ակնհայտորեն շահավետ կլինեն Ռուսաստանին, բայց շահավետ չլինի Հայաստանին, այստեղ մի վերապահում անենք, շահավետ չլինի ոչ միայն Հայաստան, շահավետ չլինի նաև քաղաքացիական պայմանագրին, որովհետև տեսականորեն կարող է լինել իրավիճակ, որ Հայաստանին այնքան էլ շահավետ չլինեին, բայց իշխող կուսակցությանը շահավետ լինեին եւ համաձայնություն լիներ։ Նման օրինակներ մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք նախկին իշխանությունների ժամանակ, բայց տվյալ դեպքում Ռուսաստանը խնդիր ունի ոչ այնքան Հայաստանի հետ, որքան կոնկրետ քաղաքացիական պայմանագրի հետ, եւ ակնհայտ է, որ այն կետերը, որոնք թելադրելու է եւ որոնք ցանկանալու է տեսնել նրա դիմաց, որ 6 հոգի մարդ տա, որ սահմանադրական մեծամասնություն լինի, լինելու են ոչ միայն Հայաստանի Հանրապետության շահերին դեմ, այլ լինելու են քաղաքացիական պայմանագրի նեղ կուսակցական շահերին դեմ։ Հետևաբար քաղաքացիական պայմանագրի սահմանադրությունը փոխելու հնարավորություն չունի։ Ինչպես ասացի, սրա մասին շատ լավ գիտեն եւ Հիկմետ Հաջիևը, եւ Բայրամովը, եւ Ալիևը, եւ բոլոր այն դեպքերում, երբ նրանք խոսում են սահմանադրության փոփոխության մասին, սա շահարկում է, ակնհայտ շահարկում է, որովհետեւ հնարավոր չէ, ուղղակի հնարավոր չէ։ Մեկ անգամ վերջերս Հաջիևը իր ելույթներից մեկում ասաց կամ թող սահմանադրությունը փոխեն, կամ ինչ որ օրենսդրական կարգավորումով այդ հարցը լուծեն, այդ ինչ որ օրենսդրական կարգավորումով մենք այդ հարցը լուծել վերջացրել ենք, ԿՍԴՕ 1749 որոշումը, որտեղ այդ հարցի լուծումը կա։ Այնպես որ եթե Բաքվում ցանկանան ի վերջո ստորագրել, ֆիկտիվ ինչ որ հիմք ունեն, հենց ՍԴՕ 1749 որոշումը, որը ես ասացի, կարող են հիմնվել դրա վրա եւ ասել, որ հա, վայ, ասում էիք մենք չէինք նկատել, հիմա տեսանք, կարդացինք, հասկացանք, որ այդ մեջ լավ չէր բացատրել։ Հա, մոտավորապես այդպեսի մի տրամաբանություն, ընդ որում իրենք կարող են դա բացատրել նաեւ իրենց ժողովրդին, որ հա սահմանադրությունը չփոխեցին, բայց տեսեք, sense մի որոշում են հանել, մեզ ասում էին, մենք ուշադիր չէինք, հիմա տեսանք, որ հա ճիշտ են ասում։ Դա կլինի որ դեպքում, դա կլինի այն դեպքում, երբ միջազգային ճնշում մի կողմից միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ կլինի այնքան, որ բավարար լինի, որ Ադրբեջանը ցանկանա ստորագրել եւ դրան զուգահեռ նաեւ Ադրբեջանը կցանկանա այդ ստորագրումը ծառայեցնել նաեւ իր նեղ շահերին, նեղ պետական եւ նաեւ նեղ իշխանական շահերին, Ալիևի իշխանության շահերին։ Օրինակ, եթե Ալիևը որոշի իշխանության տրանզիտ իրականացնել ընդհանրենք իր որդուն, այդ գործընթացը լեգիտիմացնելու դիմաց կարող է գնալ եւ ստորագրել խաղաղության պայմանագիր եւ բազմաթիվ նմանատիպ նեղ շահեր, որոնք կարելի է զուգակցել հենց խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ վաճառել դա, այսպես ասենք, արևմուտքի վրա։ Այս պահին դեռ այդ նման իրավիճակ չի, դրա համար էլ Հաջիևը եւ Բայրամովը կամ նման շահ այս պահին դեռ գեներացված չի, դրա համար էլ Հաջիևը եւ Բայրամովը շարունակում են խոսել Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին։ Թրիփ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր, սրանց այս երկուսի մեջ կապ կա թե չկա։ Գործառնական առումով կապ չկա,
Այսինքն տրիպը կարող է կառուցվել, կարող է գործել, խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրված չլինել։ Եվ հակառակը կարող է խաղաղության համաձայնագիրը ստորագրվել, կարող է աշխատել, կարող են դրույթներ իրականանալ, տրիպը դեռ չկառուցվի, չաշխատի եւ այլն։ Կապը զուտ հոգեբանական կամ բանակցային գործընթացում է այն տրամաբանությամբ, որ եթե մեկը լինի, մյուսի լինելը ավելի մոտ կլինի, ավելի հավանական կլինի, ավելի մեծ հետաքրքրություն կլինի մյուսը իրականացնել։ Ենթադրենք, եթե կառուցվի երկաթգիծը եւ սկսի աշխատել, գնացները սկսեն գնալ, խաղաղության պայմանագիր կնքելը մի փոքր ավելի մոտ կլինի, ավելի հակված կլինեն երկու պետությունները, այս դեպքում կոնկրետ Ադրբեջանը, որովհետեւ Հայաստանը այսպես թե այնպես ցանկանում է ստորագրել շուտապույտ, հակված կլինի Ադրբեջանը ավելի գնալ ստորագրել եւ ավելի խորացնել հարաբերությունները։ Ես ինչու այդ հարցը այնպես տվեցի, որովհետեւ տեսեք, բանդում կա, որ Միացյալ Նահանգները խաղաղության երաշխավոր չի, ինչ արտահայտությունն այդպես է, բայց տրիպը ինքնին խաղաղության երաշխիք է։ Հիմա տեսեք, այսօր տեղեկատվություն հայտնվեց, որ Trip Plus-ի ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը կրկնապատկվել է 200 միլիոնից վերածվել է 402 միլիոնի, ընդ որում որպես հիմնական օգտագործման վայր այս միջոցների նշված է Հայաստանի Հանրապետությունը։ Սա կարելի է դիտարկել հենց այնի մասած տրամաբանության մեջ, որ հա, մենք խաղաղության երաշխիք ենք դարձնում տրիպը, այսինքն այդ նշանակում է այստեղ բացառված է, բայց ցեմենտելու համար այս համաձայնությունը խաղաղության վերջնական համաձայնի պարտադիր պայման է։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը։ Նախ տրիպը ինքնին խաղաղության երաշխիք չէ։ Տրիպը երաշխիք է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց վրա չեն կրակի, բայց երաշխիք չէ, որ օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը առևտուր կանեն, ընդհանրենք։ Տրիպը երաշխիք է, որ Ադրբեջանը չի փորձի առևտուր անեմ, այստեղ ես ուրիշ Չէ, տեսեք, ես օրինակներ եմ նշում։ Տրիպը երաշխիք է, որ Սյունիքի վրա Ադրբեջանը չի հարձակվի, բայց տրիպը երաշխիք չէ, որ Տավուշում Ադրբեջանը չի կրակի։ Այսինքն տրիպը ինքը իրենով որոշակի ռիսկերի նվազեցում է բերում, բայց չի վերացնում այդ ռիսկերը։ Եվ հետեւաբար այն ցեմենտել խաղաղության պայմանագրով չեմ կարծում, որ իմաստ ունի։ Խաղաղության պայմանագիրը ինքը իրենով փաստաթուղթ է, որը սկիզբ է դնելու հարաբերությունների զարգացմանը։ Ոչ թե այդ խաղաղության պայմանագիրը գալիս է, որ ինչ-որ անվտանգային խնդիրներ վերացնի։ Այն սկիզբ է դնում հարաբերությունները եւ այդ հարաբերությունները կարող են լինել մրցակցային, այդ հարաբերություններում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ, հակասություններ, որոնք Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է լուծեն։ Սա մի փաստաթուղթ է խաղաղության համաձայնագիրը, որը դնելու ենք հետագա հարաբերությունների տրամաբանության տակ, ոչ թե դրանով ծածկելու ենք անվտանգային խնդիրներ։ Իսկ տրիպը հետագայում, եթե հնարավոր կլինի հյուսիսային ճանապարհը Հայաստանի հյուսիսով անցնող, եթե կարողանանք կառուցել, Երազգյումրի ճանապարհի արձիականացումը, ավտոմոբիլային ճանապարհները, որոնցում Եվրամիությունն է բավական հետաքրքրված, դրանք բոլորը աստիճանաբար ռիսկերի նվազեցում են ենթադրում, որոնք միևնույն է, որևէ դեպքում զրոյի հասցնել ռիսկերը չեն կարողանալու։ Իմիջիայլոց ես նշեմ, որ աշխարհում չկա այդպիսի մի իրավիճակ, որի դեպքում ռիսկերը զրո են։ Նույնիսկ Միացյալ Նահանգները, որը ակնհայտորեն շատ ավելի մեծ ռազմական պոտենցիալ ունի, քան ցանկացած այլ երկիր, խնդիրներ է տեսնում, երբ Իրանում հայտարարում են, թե բարձր հեռահարության զենքեր են սկսել պատրաստել։ Հիմա տեսեք, քանի որ ռիսկերի թվարկումներ սկսեցինք, դուք էլ հիշատակեցիք Ռուսաստանի գործոնը, հա, ինքը երաշխիք կտա, չի տա, այս կողմին կամ այն կողմին եւ այլն։ Հիմա տեսեք, Ռուսաստանը ակտիվորեն, այդ թվում նաեւ մեր ընդդիմության միջոցով ընդդիմանում է տրիպին որպես ծրագիր։ Այնտեղ իհարկե մի հեքիաթ կա, դե թողենք Ռուսաստանը մասնակցի եւ այլն, այսպես այնպես, բայց դե սկզբունքորեն ասողներն են հասկանում, որ դա անհեթեթություն է, որովհետեւ այն ուժային կենտրոնները, որոնք մասնակցում են այս ծրագրին, կլինի դա հենց տրիպը, կլինի դա արդեն Նախիջևանով դեպի Եվրոպա գնացող ճանապարհները, խոսքի Եվրամիության մասն է, բնականաբար ոչ մի կերպ չեն համաձայնելու Ռուսաստանի մասնակցությանը։ Հիմա եւ ամենամեծ խնդիրներից մեկը այս պահին ըստ էության Հայաստանի համար դիտարկվում է երկաթուղիների այդ կոնցեսիոն կառավարումը, որի պահպանման համար Ռուսաստանը ըստ էության ոչինչ չի խնայելու։ Երբ ասում ենք ոչինչ չի խնայելու, մենք ինչ նկատի ունենք, օրինակ դուք ինչ կհասկանաք դրա տակ։ Ռուսաստանը մինչև վերջին պահը ընդդիմանալու է, գնալու է արբիտրաժ,
դատարաններ հնարավոր, որտեղ որ կընդունեն, որովհետև Ռուսաստանը այս բան մեծ հնարավորություններ չունի այդ առումով, բայց գնալու է եւ փորձելու է թույլ չտալ, որ Հայաստանը կոնցեսիան հետ վերցնի, որովհետև դա բնականաբար իրենց ձեռնտու չի, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ թե որ իրենք չլինեն, այլ որ Հայաստանը կարողանա օգտագործել այդ երկաթուղիները տարածաշրջանային կապեր ստեղծելու համար։ Նույնիսկ իրենք, եթե լինեին արանքում, ամեն ինչ անելու են, որ դա իրականություն չդառնար։ Դա ակնհայտ է։ Հայաստանը դիմեց խնդրեց, ասեց կառուցեք այդ հատվածները, ինչքան է անցել, տարուց ավելի է անցել, որևէ բան չի արվել այդտեղ, չի էլ արվելու։ Ռուսաստանը երբեք չի կառուցել։ Չել պատասխանել։ Չեն պատասխանել։ Եվ դուք նշեցիք, որ ամենակարևոր խնդիրներից մեկը ես ավելին կասեմ, ես կարծում եմ հունիսի 7-ով ձևավորված իշխանության գլխավոր գերակա խնդիրը առաջիկա 5 տարիների համար Հայաստանի Հանրապետության երկաթուղիները ռուսական կոնցեսիայից դուրս բերելն է։ Եթե այդ խնդիրը լուծվում է, Հայաստանը մնացած բոլոր հարցերում կարողանում է արդյունավետություն ակնկալել։ Եթե այդ խնդիրը չի լուծվում, տրիպը կլինի հայ-ադրբեջանական բանակցությունները, կլինի Թուրքիայի սահմանը բացումը, ինչ ուզում է լինի, դրանց արդյունավետությունը ակնհայտորեն այնքան քիչ է լինելու, որ Հայաստանի Հանրապետությունը էական բան չի շահելու։ Հայաստանի այս իշխանությունների գերակա խնդիրն է դա, գլխավոր խնդիրն է դա մեր կողմից։ Ռուսաստանի կողմից գլխավոր խնդիրն այն է, որ թույլ չտան, որ Հայաստանը կարողանա դա անել։ Ես ամեն դեպքում Հայաստանի իշխանությունների կամքի նկատմամբ որոշակի վստահություն ունեմ, հուսանք, որ կստացվի։ Այդ դեպքում ես չեմ կարողանում հասկանալ, կարող է սուբյեկտիվորեն հասկանում եմ, բայց մենք գիտականորեն բացատրեք, հա, Ռուսաստանի շահը որն է Հայաստանին այդ տրանսպորտային փակուղու վերածել։ Ռուսաստանի շահը Հայաստանի տրանսպորտային փակուղու վերածելը չէ, Ռուսաստանի շահը այլընտրանքային ճանապարհ ձևավորել թույլ չտալն է։ Առավել եւս որ այդ այլընտրանքային ճանապարհում ցանկանում են մասնակցություն ունենալ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը։ Տեսեք, եկեք դարերով նայենք, ոչ միայն այս վերջի ժամանակաշրջանում։ Ռուսաստանը եւ Իրանը եղել են երկու կայսրություններ, որոնք փաստացի արգելափակել են արևմուտքի եւ արևելքի հաղորդակցությունը։ Այսինքն արգելափակել են ասելով նկատի չունեն, որ արգելեն չեն թողել անցնել։ Եղել են այդ արանքում։ Իրենք այդտեղից ինչ-որ բան աշխատել են։ Այսօր էլ Ռուսաստանը մեծ հյուսիսային ճանապարհը անցնում է Ռուսաստանով, անկախ նրանից որ այս բան փակ է Ուկրաինայի պատերազմի պատճառով, բայց այդ ճանապարհը կա։ Ծովային ճանապարհներից մեկը, որը անցնում է հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով, նորից արևելքից դեպի արևմուտք անցնում է Ռուսաստանի ջրերով, հարավով անցնող ճանապարհները մենք գիտենք ինչ խնդիրներ ունեն, Մերձավոր արևելքի խնդիրները, Իրանի խնդիրները, Եմենի խնդիրները եւ այլն, եւ միակ հատվածը, որը ոչ միայն անվտանգ է այս պահին, այլև ամենակարճ է ֆիզիկապես, դա Հարավային Կովկասով անցնող ճանապարհն է։ Հարավային Կովկասը վերջին 1000 տարիներին եղել է կամ Իրանի տիրապետության տակ, կամ Ռուսաստանի տիրապետության տակ։ Այս պահին ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը չունեն հասանելիություն։ Օսման Թուրքիան եղել է, բայց Օսման Թուրքիան Հարավային Կովկասի տիրապետություն չի ունեցել։ Այդ հատվածը միևնույն է եղել է Իրանի տիրապետության տակ։ Ներկայիս Ադրբեջանի հատվածը, ներկայիս Հայաստանի Հանրապետության հատվածը եւ այլն։ Այսինքն Ռուսաստանը եւ Իրանը եղել են կայսրություններ, որոնք կարողացել են լինել արևելք-արևմուտք հաղորդակցության առանցքում եւ այդտեղ շատ մեծ գումարներ են վաստակել։ Այստեղ միլիարդավոր չէ, շատ ավելի մեծ գումարների մասն է խոսքը։ Եվ այսօր հանկարծ Ռուսաստանը այստեղից գնացել է, Իրանն էլ չի եկել։ Եվ Հարավային Կովկասում ինչ որ 3 Մոսկվայի տեսակետից կիսա գործունակ պետություններ հանկարծ դառնում են կապող կամուրջ արևմուտքի եւ արևելքի միջեւ եւ դառնում են այլընտրանքային ճանապարհ Ռուսաստանի համար։ Իրանի համար էլ այս խնդիրը կա, բայց Իրանը ունի իր ավելի մեծ խնդիրները եւ ժամանակ չունի կամ ավելի մի փոքր ավելի հեշտ է նայում այդ հարցին։ Իմիջիայլոց Իրանը մոտ 10 օր առաջ այսպես տարածաշրջան գալու հայտ ներկայացրեց, խոսքը վերաբերում է նրան, երբ մեր տարածքային կառավարման նախարարը այնտեղ էր Թեհրանում էր եւ բանակցություններ էր վարում, խոսքը գազային նոր գործարքի հնարավորության մասին է, ընդ որում հայկական կողմը այսպես շատ չխորացավ այդ բանակցությունների բովանդակության մեջ, նշելով, որ հախոսակցություն կա գազի ծավալները ներկրվող Իրանի Իսլամական Հանրապետությունից այդ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով ավելացնելու, բայց իրանական կողմը ըստ էության խոսում էր արդեն խոսում էր տարանցիկ հնարավորությունների մասին եւ ըստ էության դա նշանակում է նոր գազամուղի մասին։ Գիտեք, որովհետեւ այն ինչ որ կա տարանցիկ համարվել ոչ մի կերպ չի։ Այո, իհարկե։ Գիտեք, այստեղ հարցը որն է, որ Իրանը
շատ ռացիոնալ է մոտենում խնդրին։ Իրանը ցանկանում է ձևավորված նոր իրավիճակում շահույթ ստանալ, իր շահերը ձևավորել։ Ոչ միայն գազի տարածման մասին է խոսքը նաև այն մասին է, որ Իրանը կարող է օգտվել այդ երկաթուղիներից։ Կարող է օրինակ Նախիջևան, Հայաստան, Վրաստան երկաթուղային կապ ունենալ։ Եվ ես ձեզ ասեմ, որ մինչև Իրան-ամերիկյան պատերազմը, մինչև փետրվարի վերջ, դրա վերաբերյալ խոսակցություն եղել էր հայկական եւ իրանական կողմի միջեւ պաշտոնական խոսակցություն եւ իրանական կողմը հետաքրքրված էր այդ ծրագրով։ Ասելով իրանական կողմը ես նկատի ունեմ կոնկրետ եւ աշխարհիկ եւ ուրեմն կրոնական իշխանություններին Իրանի։ Հետո իհարկե շատ բան փոխվեց այդ պատերազմի պայմաններում։ Ստացվում է, որ Իրանը ցանկանում է մասնակցություն ունենալ։ Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ ամեն դեպքում Կրեմլում կարծում են, որ իրենք կորցրել են եւ այդ կորցրածը պետք է փորձեն վերականգնել։ Իրանը չի կարծում, որ իրենք կորցրել են, քանի որ հոգեբանական պահել կա, էլի, Ռուսաստանինն էր սա, մինչև գոնե 2022 թվականը Ռուսաստանում Մոսկվայում ինչպես ուզում էին, այդպես արվում էր, եւ հանկարծ Ռուսաստանը այստեղ չի։ Իսկ Իրանինը չէր սա։ Եվ Իրանը հիմա նոր է ցանկանում մտնել այդ շուկա գազի միջոցով, ենթակառուցվածքների միջոցով, գուցե տնտեսական տրանսպորտային այլ միջոցներով եւ այլն։ Իսկ Ռուսաստանը կորցրել է փաստացի եւ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր կորցրածը։ Դրա համար էլ Իրանը որոշակի շահեր է փնտրում եւ փորձում է ներգրավել, իսկ Ռուսաստանը փորձում է արգելափակել։ Այստեղ մի նրբություն էլ կա տարբերության իմաստով եմ ասում, տեսեք, Ադրբեջանը այս վերջին շրջանում հատկապես սովորության ուժով արդեն շաբաթը գոնե մի անգամ ապտակ է ուղարկում Ռուսաստանի ուղղությամբ եւ այդ ապտակին Ռուսաստանը ոչ միայն համարժեք չի պատասխանում, այդ ապտակի պատասխանը չգիտես ինչի ինքը տալիս է Հայաստանին։ Այո։ Այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եթե նկատել եք, վերջին շրջանում Հայաստանի հասցեին գոնե մի թթու բառ արտաբերած չկա։ Ըստ էության Ադրբեջանի հետ կապված խնդիրներ կան, ընդ որում եթե հետևում եք Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը որպես թշնամական ռեսուրս ճանաչվեց, պաշտոնապես, այնտեղ Բաքուն ասեց, մենք էլ պատասխան գործողություններ կանենք եւ այլն։ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թթու բառ չկա Թեհրանից, Թեհրանի հետ գործակցության հետ կապված թթու բառ չկա Վաշինգտոնից։ Այո։ Այդ ամեն ինչ մեջ թթուն մենակ Մոսկվան է ինչու։ Որովհետև Ռուսաստանը կորցնում է, Վաշինգտոնը շահում է, Իրանը շահում է, բոլորը շահում են։ Բայց Մոսկվան չի կորցնում հենց այս թթուի հետևանքով։ Այդ տեսեք շատ հետաքրքիր բան եք ասում, որի վերաբերյալ այսօր մի աշխատանք էի անում եւ հենց գրում էի դրա մասին։ Դա մտածում ենք մենք եւ դա տեսնում ենք մենք։ Կրեմլում այդպես չեն կարծում։ Կրեմլում կարծում են, որ իրենց արած օրինակ տնտեսական պատժամիջոցները հետևանքներ այնուամենայնիվ կունենան եւ սպասում են այդ հետևանքներին։ Հետևանքը չեն տեսնում, ավելացնում են, խստացնում են, կատնամթերք, բժնի, վաղը մյուս օրը մեկ այլ բան կլինի։ Սպասում են հովերենքին, որ գազի գին բարձրացնեն եւ այլն։ Այսինքն Մոսկվան կարծում է, որ ճնշումները արդյոք բերելու են, եթե ոչ հիմա, ապա ինչ որ ժամանակ անց։ Ես եւ դուք Երևանից ենք նայում իրավիճակին։ Մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Մենք տեսնում ենք, որ հակառակ արդյունք է տալիս։ Տեսեք, մենք գտանք շուկաներ, որ նախկինում մեր տնտեսվարողները չէին փորձել յուրացնել։ Իսկ հիմա այդ շուկաները փաստացի արդեն դարձան Հայաստանի համար այլ Ռուսաստանից էլ մեր ընդդիմությունն էլ ասում են, որ դա ըստ էության էժան պոպուլիզմ է, չկա նման բան։ Ես նշեմ, որ կան ապրանքներ, որոնց վերաբերյալ խնդիրներ ունենք, ծաղիկի վերաբերյալ ունենք, լոլիկի վերաբերյալ ունենք, կան ապրանքներ, որոնց վերաբերյալ ընդհակառակը մենք շահել ենք, օրինակ ելակի մասով Հայաստանի Հանրապետությունը շահել է, ես նշեմ, որ ավելի կոնկրետ ասեմ, կիլոգրամը $8 ելակ է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ եւ ընդ որում բավական մեծ քանակի ապրանքի արտահանվել։ Այն դեպքում, երբ Ռուսաստանը արտահանում է շատ ավելի էժան։ Այսինքն կան ուղղություններ, կան շուկաներ, որոնք փաստացի բացվել են մեզ համար։ Բացվել են ոչ թե առաջ փակ էին։ Դա էժան պոպուլիզմը հիմնականում եվրոպական շուկային է վերաբերում։ Եվրոպական շուկան այս պահին մեզ համար տեստային շուկա է, թեևս տնտեսագետ չեմ, բայց տնտեսագետների մոտեցումներն եմ ներկայացնում, որոնց որ ծանոթացել եմ, տեստային շուկա է, այսինքն հայկական արտադրանքը ծավալներով չի գնում եւ Եվրոպայում այս պահին տեղ չի զբաղեցնում Հայաստանը, բայց գուցե ինչ որ ժամանակ անց դա էլ լինի, ես չգիտեմ, բայց կոնկրետ այն, որ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Սինգապուրում շուկաներ կան, որտեղ Հայաստանը հայկական տնտեսվարողները տեղ զբաղեցրեցին, դա փաստ է։
այդտեղ որևէ մեկը պոպուլիզմի մեջ մեղադրել չի կարող։ Ընդ որում այստեղ խնդիրը այն չէ, որ այդ շուկաները փակ էին։ Խնդիրն այն է, որ այդ ապրանքները գնում էին արդեն նախկինում մշակված ճանապարհներով մշակված տեղեր կոնկրետ ԵԱՏՄ եւ այդ շուկաների բաց տեղերի մասին մեր տնտեսվարները չէին մտածում։ Հիմա այնտեղ փակվեցին, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ բաց տեղ կա, որը կարելի է լրացնել հայկական արտադրանքով։ Հիմա հայկական արտադրանքը դա լրացրել է, տեսեք, եթե հաջորդ տարի Ռուսաստանը հանկարծ որոշի բացել, այդ ելակի այն քանակները, որոնք իրենք ստանում էին նախկինում, չեն ստանալու, որովհետեւ տնտեսվարողին ձեռնտու չի ինքը կես գնով ուղարկի Ռուսաստան։ Քանի որ արդեն գտել է այն շուկան, որտեղ կարող է կրկնակի ավելի Ռուսաստանից ավելի թանկ վաճառել այդ ապրանքը։ Այնուհանդերձ, որպես վերջին լծակ ճնշման նկատի ունեմ, Մոսկվան շարունակում է օգտագործել համենայնիվ, եթե ոչ ուղիղ իշխանությունների բերանով, ապա գոնե այդ ագիտպրոպի, հա, եթե թույլ կտակ այդպես ասեմ, միջոցով գազի մասին է խոսքը, այսինքն կամ կթանկացնենք, կամ ընդհանրապես կարող ենք կտրել։ Փետրվարին պայմանագիրը վերջանում է, պետք է վերականգնվի, չենք վերականգնի։ Գիտեք, ես մի բան նշեմ, եւս մեկ լարվածության պահ լինելու է տարվա վերջին, ես կանխատեսում եմ, կապված է լինելու ռուսական ալիքների հետ, որովհետեւ վերջանում է պայմանագիրը ռուսական ալիքների հեռարձակման, ամենայն հավանականությամբ Հայաստան չի շարունակելու։ Ես դա իմ ենթադրությունն է, իհարկե հստակ փաստեր չունեմ, բայց ենթադրում եմ, որ չի շարունակելու, ինչը կարող է բերել նման էֆեկտի, օրինակ Ռուսաստանը կարող է հայտարարել, որ ուրեմն մենք գազի գինը թանկացնում ենք։ Այստեղ Հայաստանի Հանրապետությունը անելիքներ ունի։ Կա 3 շուկա, որտեղից կարելի է գազ գնել Հայաստանի Հանրապետության համար, դա Իրանն է, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը։ Ադրբեջանի դեպքում ուղիղ առևտուրը այս պահին խնդրահարույց է, բայց կա մեկ այլ հնարավորություն, ադրբեջանական գազը բավական մեծ այդ ֆյուչերսներով, այսինքն բավական երկարաժամկետ 1 տարով 2 տարով արդեն գնված է Եվրամիության կողմից եւ Եվրամիությունը կարող է դրա մի մասը վերավաճառել Հայաստանին։ Իհարկե դա այնպես չէ, որ գազը պետք է գնա Եվրամիություն հետ գա, գազը կարող է մտնել Վրաստան, Վրաստանից գալ Հայաստան եւ մենք վճարենք դրա դիմաց Եվրամիությանը։ Դա կարող է պայմանավորվածություն լինել Եվրամիության եւ Ադրբեջանի միջև։ Իրանի դեպքում արդեն խոսեցինք, Իրանի դեպքում նույնիսկ այն գազատարը, որը գոյություն ունի, եթե ամբողջ ծավալով աշխատի, Հայաստանի կարիքները դա կբավարարի։ Հերիք կլինի, գոնե մեզ համար, տարանցման համար, իհարկե պետք է նորը կառուցել։ Բայց որպեսի չէ, ներողություն, որպեսի Իրանից եկող գազատարը մենք օգտագործենք, նկատի ունեմ արդեն Հայաստանի Հանրապետության կարիքների համար, այստեղ մենք գործ ենք ունենալու 2 իրավական գործընթաց։ Առաջինը Իրան-Հայաստան գազամուղի վերադարձը Հայաստանի Հանրապետությանը եւ որպես վերջնարդյունք նաեւ Գազպրոմ Արմենիային ճանապարհել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած խողովակ, որի մեջով գազ է հոսում, Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է։ Այո, ես համաձայն եմ դրա հետ, բայց տեսականորեն կա մեկ այլ տարբերակ, որի մասին դուք չնշեցիք, տեսականորեն հայ-ռուս գազարդը կարող է շարունակել աշխատել եւ իրանական գազը մատակարարել մեզ։ Իհարկե Ռուսաստանի համար դա ցանկալի չի լինի։ Գազպրոմ Արմենիան, Գազպրոմ Արմենիան կարող է այդ գազը վաճառել մեզ, այսինքն ռուսական ընկերությունը կարող է մնալ։ Եթե այդքան հեռու գնա, ասի գիտես ինչ կա, իմն է։ Ես չեմ ցանկանում մատակարարել այս գազը քեզ։ Տեսեք, կան ստեղծիր նոր համակարգ, կան պայմանագրային պարտավորություններ։ Գազպրոմ Արմենիան, դուք ճիշտ եք կամ ձեր ասացին, Գազպրոմ Արմենիան պետք է այն գազը, որը մտնում է Հայաստան, մատակարարի հաճախորդներին։ Տեսականորեն կարող է Ռուսաստանը գազ չտալ, մենք իրանից գազը բերենք եւ ասենք, ահա, սա մատակարար։ Էլի տեսականորեն Գազպրոմ Արմենիան կարող է հայտարարել, որ չեմ անում։ Մոսկվայի զանգերն ասեն՝ մի արա, ես էլ չեմ անում։ Այդ դեպքում Հայաստանը լեգիտիմ իրավունք կունենա, ինչպես դուք ասացիք, վերադարձնել։ Ինչպես օրինակ չի կառուցում, չի արձիականացնում Հարավկովկասյան երկաթուղիները, մենք լեգիտիմ իրավունք ունենք դրանք վերցնել։ Հեծը չէր աշխատում, մենք վերցրեցինք հեծը փաստացի։ Այսինքն գործընթացը ոչ թե Հայաստանի կողմից կոնֆրոնտացիոն դաշտ ստեղծելն է, այլ գործընթացը գործողություն արձագանք տրամաբանության մեջ է։ Թող Ռուսաստանը մատակարարի, տեսեք, լավ, գնում ենք վատագույն սցենարի վրա, Գազպրոմ Արմենիան ասում է, ես չեմ մատակարարում, թույլ չեմ տալիս, Հայաստանը ասում է, դե որ այդպես է, ուրեմն ես հետ եմ վերցնում իմ նախկին սեփականությունը։ Այդ դեպքում 102-րդ ռազմաբազայի զինծառայողները Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետի, ասենք, հրամանով գալիս են Գազպրոմ Արմենիան պաշտպանելու։ Չեն կարող 102-րդ ռազմաբազայի զինծառայողները գալ պաշտպանելու, որովհետև 102-րդ ռազմաբազայում
առավելագույնը եղել է 5000 զինվոր, հիմա ավելի քիչ է, կրկնակի քիչ է, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը տասնյակ անգամներ ավելի են։ Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության ներսում ռազմական վտանգ լինի, ներսից Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պարտավոր են այդ ռազմական վտանգը չեզոքացնել։ Եվ նրանք պիտի չեզոքացնեն։ Այլ հարց է, եթե արտաքին ռազմական վտանգ լինի։ Բնականաբար արտաքին ռազմական վտանգ կարող է լինել 4 երկրներից Իրանի, Թուրքիայի, Վրաստանի դեպքում չեմ կարծում նման բան կլինի, Ադրբեջանի դեպքում էլ ըստ էության Ադրբեջանը մերժում է Ռուսաստանին, Հայաստանի նկատմամբ ռազմական վտանգ ստեղծել։ Մնում է Ռուսաստանը, որը կարող է ուղիղ հարվածել Հայաստանին, բայց այն իրավիճակը, որում գտնվում է Ռուսաստանը այսօր, շատ քիչ հավանական է դարձնում ուղիղ հարվածը Ռուսաստանից Հայաստան, առավել եւս, որ այդ հարվածը պետք է անցնի կամ Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով։ Սա էլ է խնդիր միջազգային հարաբերություններում։ Այնպես որ հավանականությունը շատ փոքր է, ես համարում, որ Ռուսաստանը ուղիղ կհարվածի Հայաստանին, ներսից չի կարող, որովհետեւ ռեսուրսները, ինչպես ասացի, շատ քիչ են, բայց սա, ինչպես դուք նշեցիք, վատագույն սցենարն է։ Ես կարծում եմ սրան չի էլ հասնի։ Բայց պիտի պատրաստ լինենք դրան, թե չէ։ Իհարկե պիտի պատրաստ լինենք դրան։ Բնականաբար պիտի պատրաստ լինենք բոլոր սցենարներին, սկսած ահաբեկչությունից, որ կարող են փորձել նոր հոկտեմբերի 27 կառուցել Հայաստանի Հանրապետությունում, ինչպես մեկ անգամ արդեն արել են, վերջացած նրանից, որ կարող է ամեն դեպքում հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է այն կողմից։ Ամենայն հավանականությամբ այստեղ որոշակի հետքեր կան, իհարկե ամեության կանխավարկածը չենք մոռանում, բայց այն, որ հոկտեմբերի 27-ը չէր կարող արտաքին հետք չունենալ, կարծում եմ ամեն մի մտածող քաղաքացու համար հասկանալի է։ Այստեղ մի ներկայություն կա, որովհետև դրան նախորդել էր Վազգեն Սարգսյանի այցը Միացյալ Նահանգներ եւ հենց այս նույն ճանապարհի հետ կապված պայմանավորվածություններ ձեռք բերվել, որը հիմա կոչվում է TRIP։ Այո։ Հեռավոր 99 թվականն։ Այո։ Հիմա այս իրավիճակում, տեսեք, Թուրքիան ասում է, ես հələ սպասում եմ տեսնեմ ինչ կասեն մեր ադրբեջանցի եղբայրները, մենք ըստ այդմ այդ որոշումները կկայացնենք, բայց Թուրքիան ըստ էության սպասելու շատ ժամանակ ու հնարավորություն չունի իր Ադրբեջանի, որովհետև Ադրբեջանը ասում է, հա, ես կարող եմ ճանապարհը տալ, այդ ճանապարհով առևտուր լինի, Թուրքիան ասում է, չէ, ես սահմանը դեռ փակ եմ պահում։ Եթե TRIP-ը սկսում է աշխատել, իսկ ելի եմ ասում, մենք արդեն ասացինք, որ կրկնապատկվել է, նշանակում է մեծ տեմպ են փորձում հաղորդել, այդ ժամանակ արդեն Թուրքիան չի կարող ասել, գիտեք, ինչ կես Հայաստանի հետ սահմանը փակ եմ պահում։ Գիտեք, Թուրքիան ընդամենը օրեր առաջ սկսել է վերակառուցել Կարսից մինչև Հայաստանի սահման երկաթուղին։ Սա նշանակում է, որ Թուրքիան պատրաստվում է ամեն պահի սահմանը բացել, ընդ որում բավական շատ վկայություններ կան, որ նաև Մարգարայի անցակետը Թուրքիայի կողմից նաև դա է բաց նկատի ունեմ կառուցված պատրաստ բացվելու։ Այնպես որ Թուրքիան պատրաստ է ամեն պահի սահմանը բացել։ Դուք ասում եք, որ Թուրքիան ժամանակ չունի սպասելու, Ադրբեջանը ունի, բայց դրանք ուղիղ փոխկապակցված գործընթացներ են։ Ընդ որում մի շատ կարևոր բան էլ հաշվի առնենք։ Թուրքիայի համար սահմանը բացելը իմաստ չունի, եթե Ադրբեջանի սահմանը փակ է մնում։ Այնպես որ եթե դուք ասում եք, որ TRIP-ը աշխատի, դա նշանակում է Ադրբեջանի սահմանը բացվեց։ Անմիջապես Թուրքիան սահմանը կբացի, ես համոզված եմ, եթե Ադրբեջանի սահմանը բացվեց։ Իսկ ենթադրել, որ Ադրբեջանը կարող է դրանից հետո Թուրքիային ասել TRIP-ը աշխատում է, բայց քո սահմանը փակ պահի, անիմաստ է, որովհետև ել ինչի համար է պետք TRIP-ը, եթե պիտի ապրանքը գահստի Նախիջևան չգնա Թուրքիա։ Իսկ Կարս Նախիջևան երկաթգիծը դեռ չկա։ Իմ գնահատմամբ դեռ մի 10 տարի չի լինելու։ Այդքան երկար։ Կարծում եմ, այո, հաշվի առնելով այն աշխարհագրական տեղանքը, որով այն պիտի անցնի, հաշվի առնելով այն տեմպերը, որով սկսել են աշխատել, հաշվի առնելով փորձը, թե նմանատիպ երկաթգծերը ինչքան ժամանակում են կառուցվում, ես կարծում եմ նվազագույն ժամկետը 7-8 տարին է, իսկ ավելի հավանականը 10 տարի։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայկական խորհուրդ հասարակական կազմակերպության փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։